Անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում։ Ու դրա համար ինքը վաղը միսօր այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տված ճեպազրույցում այսպես կոշտ արձագանքեց ընդդիմության, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատերազմ տենչացող հայտարարություններին, դրանք որակելով որպես պատերազմի տանող խոսույթ։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրոք, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Սիմոնյանը հայտարարեց, Հայաստանում ձևավորվել են երկու հստակ քաղաքական բևեռներ՝ խաղաղության եւ պատերազմի։ Նրա խոսքով իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խաղաղության օրակարգն է ներկայացնում, մինչդեռ հիմնական ընդդիմադիր դերակատարները հանդես են գալիս պահանջատիրական, այսինքն պատերազմական հռետորաբանությամբ։ Մարդիկ ինչ են մեզ ասում շնորհակալություն խաղաղության համար։ Մարդկանց երեխաները չեն մահանում, չեն եթում, մարդը ավելի քիչ անհանգիստ է, երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ։ Օրենսդիրի ղեկավարն ուրախությամբ արձանագրեց իրենց ներկուսակցական քարոզարշավի ընթացքում քաղաքացիները գոհունակությամբ են արտահայտվում գործող իշխանության կառավարման մասին եւ շնորհակալություն են հայտնում խաղաղության հաստատման համար։ Մեծ հույս ունեն, որ այս ուղղությունը կշարունակվի, մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք, որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը։ Էսա մեր հիմնական խոսակցության թեզերը, նաև շնորհակալություն են հայտնում ճանապարհների, դպրոցների, բժշկական ապահովագրության համար շատ մարդ օգտվել է, շատ հաճելի է, որ աշխատել է եւ շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից։ Թոշակների համար են շնորհակալություն հայտնում եւ պահանջում են մեզանից որոշ ընդդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ որ ձևով լրացնել։ Սիմոնյանը նաև պաշտպանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունը, ըստ որի եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, հնարավոր է պատերազմ։ Նրա գնահատմամբ սա ոչ թե սպառնալիք է, այլ քաղաքական վերլուծություն, քանի որ տարածաշրջանային զարգացումները պահանջում են սթափ գնահատականներ եւ պատասխանատու քաղաքականություն։ Քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անեն եւ դրա իրավունք ունեն եւ վարչապետը որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետության դրա իրավունքը ունի։ Ազգային ժողովի նախագահի խոսքով նման հայտարարություններ նախկինում հնչել են նաև ընդդիմության կողմից, սակայն չեն արժանացել նույն արձագանքին։ Միևնույն ժամանակ Սիմոնյանը պնդեց, Հայաստանը չպետք է եւ չունի տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ։ Նա քննադատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն հայտարարության համար, թե հնարավորության դեպքում պետք է օգտվել տարածաշրջանային զարգացումներից։ Միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Սիմոնյանը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին, ընդգծելով, որ միջազգային երաշխիքները չեն աշխատել։ Նրա խոսքով նույնիսկ այն երկիրը, որը համարվում էր անվտանգության երաշխավոր եւ ուներ խաղաղապահներ Արցախում, կոչ է արել բնակչությանը լքել տարածքը։ Մեր երաշխավոր իր ռուսական բազան ստեղ ունեցող, ինչպես նաև խաղապահներին Լեռնային Ղարաբաղում ունեցող մարդը արեց հետևյալը, որը որ երաշխավոր էր, դարավոր բարեկամ էր, ասեց Ղարաբաղի բնակչության, ասեց դե զգուշ դուրս եկեք, հանգարց տեղ մի բան ձեզ չլի, դավայ դուրս եկեք։ Ազգային ժողովի նախագահը նաև մեկնաբանեց Պրահայում ստորագրված հայտարարությունը, պնդելով, որ Հայաստանը ճանաչել է ոչ թե Ադրբեջանի, այլ սեփական տարածքը 29743 քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով դա թույլ է տվել խուսափել երկրի գաղութացումից եւ պահպանել անկախությունը։ Բացի այդ, նա հայտարարեց, որ նախկին իշխանություններն են պատասխանատու Արցախի կորստի համար, մեղադրելով նրան,
նրանց սխալ բանակցությունների եւ երկրի ռեսուրսները զիջելու համար։ Միևնույն ժամանակ խորհրդարանի ղեկավարը նշեց, աշխարհում 100%-անոց անվտանգության երաշխիքներ չկան։ Եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան եւ իրար ձեռ սեղմեն, ողջունեն, ով է մեզ փրկելու։ Ոչ մեկ եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն որդովելու են։ Ռուսները ասել են «Мы вам позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են։ Ալեն Սիմոնյանի խոսքով հենց այդ պատճառով Հայաստանը պետք է կառուցի այնպիսի հարաբերություններ տարածաշրջանում, որ երբևէ մեկը չմտածի հարձակման մասին։ Իդեպ Սիմոնյանը նաև հայտարարեց, որ նախկինում սխալ է արել օգտագործելով Արցախ ձևակերպումը եւ ընդգծեց, որ նման տերմինաբանությունը կարող է բերել փոխադարձ անվանափոխությունների։ Ամփոփելով ազգային ժողովի նախագահը կրկին շեշտեց, առաջիկա ընտրությունները լինելու են ընտրություն խաղաղության եւ հնարավոր պատերազմի միջև։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։